ինչպես եղավ, որ Եվրոինտեգրման հանձնաժողովը իշխանությանը չանցավ, պարոն Եղոյան, առաջնային չէր, որ առաջին փուլում չընտրվեց։ Չէ, դա առաջին փուլում բնականաբար չէր կարող ընտրվել, որովհետև առաջին փուլում ընտրեցինք պետաիրավականը եւ պաշտպանության հանձնաժողովը, երկրորդում տեսակ արտաքինը, տնտեսականը, ոչ թե առաջնային երկրորդայինի հարցներ է այստեղ, այլ ոնց էլ որ նայենք, ընդդիմությունը հնարավորություն ուներ 4 քայլ անելու եւ այդ 4 քայլից մեկով այո ընտրեց Եվրոինտեգրումը, այսինքն նախորդ դա չես կարող էլի դու կանխատեսել թե ինքը որը կընտրի եւ որը կմնա ընտրել։ Քննադատություններ կան հատկապես նաեւ այն ուժերի կենտրոններից, որոնք նպաստեցին օրենքի ընդունմանը Եվրոպայում։ Սա ինչպես կմեկնաբանեք, ասում են ռուսամետ դիրքորոշում ունեցող ուժին բաժին հասավ։ Դե նույնությամբ կգնում Դոնթի բանաձևն է, դա նախորդ կանխատեսել հնարավոր չի, դա բացառելու միակ ճանապարհն էր, որ մենք առաջինը օրինակ պաշտպանության հանձնաժողովի տեղը կամ պետաիրավական հարցերի հանձնաժողովի տեղը ընտրեինք Եվրոինտեգրումը։ Միայն առաջին երկուսն է, որ երաշխավորված դու կարող ես։ Ընդդիմությունը հետո ընտրեց բյուջետային եւ եկեք համաձայնենք, որ հետո մենք ընտրեցինք արտաքինը եւ տնտեսականը, եկեք համաձայնենք, որ այդտեղ էլ չէինք կարող այսինքն արտաքին հարաբերությունները, որ ծածկում են հանրապես մեր բոլոր արտաքին հարաբերությունները, այդ էլ սխալ կլներ թողնել, հիմա եթե արտաքինը իրանք ընտրեին, պիտի ասեիք, բա ինչի արտաքինը ընտրեցին։ Իհարկե հնարավոր էր, կարելի էր, գիտեք, եթե հիմա ժամանակով հետ գնանք, նայել այլ կոմբինացիաներ։ Մոսկվային ցույց տալու բան ունեիք, որ տեսեք մենք ԵԱՏՄ-ի հետ կապված հանձնաժողովը ընտրեցինք, մենք չենք ընտրել ԵԱՏՄ-ի հետ կապված հանձնաժողովը, հենց այդ այդտեղ Թյուրնբռնում կա, վերջում երկու հանձնաժողով մնում է, եւ որը մնում է վերջում, դա անցնում է իշխանությանը, մենք ԵԱՏՄ-ն եւ սոցը չենք ընտրել։ Ուղղակի դա մնացել է բոլոր ընտրություններից հետո վերջում։ Եվ դա անցնում է իշխանության ԵԱՏՄ-ն մնաց ընտրության կարգն է այդպես, այսինքն 10 անգամ ընտրում են, 10 անգամ ընտրում են եւ 11-րդն ու 12-րդը այլևս ընտրության ենթակա չեն, որովհետեւ այլևս այլ ուժ չկա, որ կարող է դրանք ընտրել։ Մոսկվային ցույց տալու բան ունեիք, որ մենք տեսեք Եվրոինտեգրում չընտրեցինք։ Չէ, նորից եմ կրկնում, ախր դուք հարցը սխալ եք ձևակերպում, դա նախորդ կանխատեսել հնարավոր չի, որովհետև հիմա նույն իրենք իրենց 4-րդ քայլով կարող է ընտրեին Եվրասիականը կամ սոցիալական ապահովության եւ բարեկեցության հանձնաժողովը, մենք դա նախորդ չէինք կարող կանխատեսել։ Լավ, վերջում մեկ հարցել, նաև այսպիսի քննադատություններ կան, որ 8-րդ գումարման ազգային ժողովի շրջանակներում Եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքները պասիվ են եղել, օրինակ այս տարի մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը հանձնաժողովը ընդամենը 1 նիստ է արել, մարտի 4-ին, 2025-ին 4 նիստ է արել, 24-ին 1 նիստ, 23-ին 4 նիստ, 22-ին 1-ը, 21-ին Թվերի մեջ մի քիչ սխալ է ինձ թվում, հա։ 4-ը 25-ին, եւս 4-ը 24-ին։ 4 նիստ է եղել, որովհետեւ հետ ոչ երկու անգամ բյուջե է քննարկվում։ Մեկ նիստ հնարավոր չի ինքնին, այսինքն մենք նույնիսկ եթե որևէ օրենք չկա, աշխատանքը ինչպես է գնահատվում։ Ուրիշները պետք է գնահատեն, սխալ կլինի, որ մարդը ինքը իր կատարած աշխատանքը գնահատի, ուղղակի թվերը բերելուց կխնդրեմ մի հատ էլ նայել, բայց նաև պետք է հասկանալ, որ արտաքին հարաբերությունները Եվրասիական եւ Եվրոինտեգրման հանձնաժողովներում շատ օրենքներ չեն քննարկվում։ Այնտեղ հիմնականում քննարկվում են միջազգային պայմանագրեր եւ ինչքան միջազգային պայմանագիր որ կնքվել է Եվրամիության հետ, բնականաբար եկել է մեր հանձնաժողով եւ մեկ օրենք եւ պլյուս բյուջեները։ Այսինքն դա է մեր օրակարգը։ Հիմա տեսեք անցավ ուրիշ ուժի, իրանք էլ են նույն օրակարգը ունենալու։ Եթե իհարկե ուղղակի արհեստական կարելի է, արհեստական ինչ-որ քննարկում ունենալ, անունը դնել նիստ, որի վերջում քվեարկություն չի լինելու, որոշում չի կայացվելու, այդ նիստը հեռարձակվի եւ ասես, տես ես ունեցա տարեկան 10 նիստ։ Բայց դա նախատեսված չէ,